Ողջունում ենք Կոմիտաս ռադիոյի մեջ սիրելի ունկնդիրներին եւ դիտողներին։ Այսօր մենք գտնվում ենք Կոմիտասի Թանգարան ինստիտուտում եւ այսօր մեզ հյուրընկալել է տնօրեն Լուսինե Սահակյանը։ Ողջունում ենք ձեզ մեր եթերում։ Շնորհակալ եմ Կոմիտասի Թանգարան ինստիտուտ այցելելու, մեր հյուրը լինելու եւ Կոմիտասի եւ մեր թանգարանի մասին հաճույքով կտամ այն ինֆորմացիան, որը կարծում եմ անհրաժեշտ եւ հետաքրքիր կլինի ձեր լսարանին։ Ես շատ բարձր եմ գնահատում այն հաստատությունները, այն ռադիոալիքներն ու հեռուստաալիքները, որոնք տարիներ շարունակ լուսաբանել են Կոմիտասի անձը եւ գործ եւ վերջապես նրա աննման երաժշտությունը։ Կոմիտասի Թանգարան ինստիտուտը բացվել է 2015 թվականին։ Սա նորանկախ Հայաստանում ստեղծված Թանգարան ինստիտուտ է, որը ստեղծվել է շատ տաղանդավոր ճարտարապետ Արտուր Մեշյանի նախագծով, ով նաև նախագծել է Մատենադարանը, եւ բացի տաղանդավոր ճարտարապետ լինելուց նա նաև տաղանդավոր երաժիշտ էր եւ շատ լավ հասկացել է այդ երաժշտական ոգին կոմիտասյան ձայների, որ պիտի թևածի այս թանգարանում։ Թանգարան ունի առանձնահատուկ մթնոլորտ, առանձնահատուկ միջավայր, բաղկացած է 8 սրահներից, որտեղ տարբեր տեսանկյուններով, տարբեր դիտանկյուններով ցուցադրվում է եւ լուսաբանվում է Կոմիտասը եւ նրա բազմավոլորտ գործունեությունը։ Կոմիտասը մեզ համար ազգային արժեք է, Կոմիտասը մեզ համար ազգային խորհրդանիշ է։ Եվ ինչպես ճիշտ է նկատել Վազգեն կաթողիկոսը ժամանակին, նա սկիզբ է, որ վախճան չունի։ Եվ հետևապես այս ինստիտուտը, այս տունը, որտեղ հավաքվում են Կոմիտասի մարդիկ, կոչված է նաև ինչ-որ չափով պահպանելու Կոմիտասի ավանդույթները եւ պատգամները։ Իսկ որոնք էին դրանք։ Առաջին հերթին Կոմիտասի Թանգարան ինստիտուտը ունի համերգային դահլիճ, որտեղ պիտի հնչի եւ հնչում է երաժշտություն։ Դա ոչ միայն կոմիտասյան խմբերքերն են, Կոմիտասի մանրանվագներն ու պարերը դաշնամուրային, այլև առհասարակ երաժշտությունը, որովհետեւ հայ կոմպոզիտորական արվեստի հիմնադիր Կոմիտաս վարդապետը դարձավ ուղենիշ մեր հետագա կոմպոզիտորների համար եւ առհասարակ երևույթ էր համաշխարհային երաժշտական մշակույթում։ Այս դահլիճը նրա երաժշտության եւ նրա շուրջ հյուսված եւ հյուսվող երաժշտության առհավատչան է։ Կոմիտասը երաժշտագետ էր, խոշոր գիտնական, հետևապես թանգարանը ունի նաև գիտական բաժին, գիտակրթական բաժին։ Գիտական բաժինը զբաղվում է Կոմիտասի երաժշտագիտական ժառանգության ուսումնասիրմամբ, Կոմիտասի երաժշտության առանձնահատկությունների ուսումնասիրմամբ, հրապարակվում են տարբեր բնույթի գրքեր, հոդվածներ, ժողովածուներ։ Ունենք նաև կրթական հատվածը, որը բազմաթիվ տարիքային խմբերի համար է 3 տարեկանից սկսած եւ այնտեղ կազմակերպվում են հատուկ մանկական կրթական ծրագրեր, Կոմիտասի արդեն մանուկներին ուղղված նրա հայացքը դեպի երեխաները, դեպի երեխաների դաստիարակությունը, երեխաների դաստիարակությունը երգի, պարի, խաղի միջոցով, չէ որ հայ իրականության մեջ գոյություն ունի խաղերք հասկացությունը եւ խաղիկ հասկացությունը։ Այսրանք էլ հիմք են դարձել, այս տրամաբանությամբ ենք մենք առաջնորդվում, երբ խոսում ենք Կոմիտասին վերաբերող կրթական ծրագրերի մասին։ Կոմիտաս այնքան բազմավոլորտ գիտնական եւ երաժիշտ էր, որ կարող ենք ասել նաեւ բանաստեղծ էր, հետեւապես մի դասընթաց էլ կարող է վերաբերվի նրա բանաստեղծությունների ուսուցանմանը։ Կոմիտասը նաեւ նկարիչ էր եւ Կոմիտասի այդ նկարչական տաղանդը, նույնիսկ ծաղրանկարային տաղանդը, դա էլ մի առանձին խոսակցության նյութ կարող է լինել։ 8 սրահներում ցույց է տրված Կոմիտասի կենսագրություն ըստ փուլերի, Կոմիտասի ծնունդը Հայաստանից դուրս, եւ ասեմ, որ Կոմիտասն իր կենսագրությամբ, իր ապրած կյանքով եւ ճակատագրով շատ մոտ է սեփական ժողովրդի ճակատագրին, որը ծնվել է հայրենիքից դուրս, ապրել եւ էլի իր կյանքը, իր մահկանացուն կնքել հայրենիքից դուրս եւ այս պանդուխտի, այս հանճարեղ պանդուխտի կերպարը հարազատ է դարձնում մեր թանգարանը, Կոմիտասի տունը բազմաթիվ սփյուռքահայերի համար, ովքեր գալիս են եւ իրենց մի մասն են գտնում, իրենց ճակատագրի պատմության մի մասն են գտնում մեր թանգարանում։ Այո, Կոմիտասը ծնվեց Թուրքիայի Անատոլիայում Քյոթայա քաղաքում, բայց ճակատագրի դիպվածով, ինչը որ շատ էր նրա կյանքում, հայտնվեց Էջմիածնում եւ իր անզուգական ձայնի շնորհիվ նա դարձավ
երգիչը, երաժշտության ուսուցիչը, վարդապետը, ով պետք է հայ եղջիկ երգի գանձերը փրկեր կորստից եւ գրավոր հանձներ իր ժողովրդին։ Գիտեք, սա մեծագույն սխրանք էր Կոմիտասի կատարածը, որովհետև այդքան երգեր, որ նա փրկեց կորստից, հիմա որ մեզ ասում են, որն է ձեր երաժշտությունը իսկական, մենք տալիս են Կոմիտասի գրառած նյութերը, որովհետև դրանց մեջ ամփոփված են մեր ինտոնացիաները եւ այն ելևէջները, որոնք գալիս են մեր լեզվամտածողությունից։ Եվ ստեղ էլի Կոմիտասի հանճարեղ բանաձևն է, որ յուրաքանչյուր ազգի երաժշտությունը ծնվում է ազգի ինտոնացիաներից խոսքի։ Կոմիտասյան առաքելությունը չսահմանափակվեց միայն երգերը հավաքելով եւ գիտականորեն ուսումնասիրելով, Կոմիտասը սկսեց հայ երաժշտությունը ցույց տալ աշխարհին։ Եվ Կոմիտասը կրթվեց նաև եվրոպական լավագույն հաստատություններում եւ տեղյակ էր այն համաշխարհային մշակույթին, որը դարեր շարունակ Եվրոպան կուտակել էր։ Կոմիտասը Բերլինում կրթվեց, Կոմիտասը ստացավ այդ երաժշտի, փիլիսոփայի եւ երաժշտագետի բարձրագույն կրթությունը, Կոմիտասը դարձավ երաժշտական ընկերության միակ անդամը Մերձավոր Արևելքից, ամենագիտուն անդամը, որովհետև Կոմիտասը բացի եղջիկ երգերից, բացի երաժշտագիտությունից, զբաղվում էր նաև խազերով, ասել է թե միջնադարյան նոտային համակարգերով։ Եվ Կոմիտասը այդ ինչ որ բերել էր, դուրս էր բերել հանճարեղ մեր հնադարյան ժողովրդի ընդերքից, կարողացավ ցույց տալ աշխարհին։ Նրա համերգները Եվրոպայում դրանք մի առանձին պատմություն են, առանձին մի շրջափուլ են եւ մշտապես մեզ հպարտանալու եւ մեր ազնիվ մշակույթը աշխարհին հպարտորեն ցույց տալու վկայություններ են։ 1905 թվականին Թիֆլիսի համերգից հետո Կոմիտասը գնում է Փարիզ։ Ինչու Փարիզ, որովհետև Փարիզն էր այն մշակութային կենտրոնը, որ աշխարհի բոլոր երաժիշտներն իրենց արվեստը ուզում էին ցույց տալ։ Եվ հենց Փարիզի Կոմիտասյան համերգների արդյունքում է, որ նույնիսկ հանրագիտարանում ակնարկ է ավելանում հայ երաժշտության մասին։ Փարիզում նա շփվում է ամենաառաջադեմ երաժիշտների եւ մտավորականների հետ։ Դրանից հետո նրա Շվեյցարիա կատարած ուղևորությունը, նրա Իտալիա կատարած ուղևորությունը եւ նա վերադառնում է Հայաստան, հայրենիք, հստակ իմանալով իր հետագա քայլերի մասին։ Մինչև զրույցը սկսելը կուզեի մի փոքր անդրադառնալ մեր ռադիոյի պատմությանը։ 1935 թվականին Կոմիտասը ռադիոստուդիան որպես դարձավ Սփյուռքի հիմնված առաջին հայկական ռադիոն Ուրուգվայում Մոնտեվիդեո քաղաքում եւ մինչ օրս պատվով կրում է Կոմիտաս վարդապետի անունը։ Նշենք, որ անցյալ տարի թանգարանի հետ համագործակցության շրջանակներում մեզ տրամադրվել էր Հայր Կոմիտասի կյանքի մասին ցուցադրություն, որը ներկայացվեց ռադիոյի 90-ամյակի միջոցառման շրջանակներում։ Այս ամիս նախատեսում ենք նաև ցուցահանդես Ուրուգվայի մոբիլության եւ ինքնությունների թանգարանում, որտեղ կներկայացվեն Կոմիտասի կյանքը եւ մեր ռադիոյի բազմամյա պատմությունը իր ունկնդիրների հետ միասին։ Իմ հարցը, խնդրեմ, ինչ է Կոմիտաս վարդապետին դարձնում ոչ միայն մեծ երաժիշտ, այլ նաև ազգային ինքնության խորհրդանիշ։ Շատ հետաքրքիր բան ասեցիք, որ ձեր ռադիոն հիմնվել է 35 թվականին։ Շատ հետաքրքիր կոդեր են սրանք, գիտեք, ծածկագրեր են, որտեվ 35 թվականին Փարիզում մենության մեջ նահատակվում է հայ մեծագույն հանճարը եւ 35 թվին ինչ որ ծիլեր են տալիս տարբեր Սփյուռքի գաղութներում եւ ես միշտ հուզականորեն եմ այդ թիվը շեշտում, որովհետեւ 35 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում Արամ Խաչատրյանը հնչեցնում է իր առաջին սիմֆոնիան։ Սա նրա գործի շարունակականության, նրա առջև ունեցած մեր պարտքի ու խոնարհման սերմերն են դրվել։ Եվ այդ 35 թվականից սկսած եւ ավելի շուտ էլ, գիտեք, 25 թվին էլ կվարտետն է կոչվում Կոմիտասի անունով, սենց աշխարհը սկսում է շնչել, արտասանել նրա անունը ու թվում է, թե դրա արդյունքում ավելի առողջ է բաբախում հայկական մշակույթի սիրտը։ Եվ Կոմիտաս, ինչպես էր Իսահակյանը ասում, այնտեղ որտեղ կա Կոմիտաս, հայկական երգ, այնտեղ Հայաստանն է։ Կոմիտասը դրանով է դառնում մեր ինքնության, որովհետև երաժշտությունը չի ճանաչում ազգություն, չի ճանաչում ժամանակ,
չի ճանաչում ոչ մի սեռային կամ ոչ մի տարանջատում մարդկային, եւ Կոմիտասը որպես այդ մաքրամաքուր հայ երաժշտության կրող դառնում է նաեւ մեր ինքնության խորհրդանիշը, նույնիսկ ասում են այդ ինտոնացիաները շատ համահունչ են մեր արյան բաղադրությանը, ու ամեն հայ, որ լսում է Կոմիտասի ինտոնացիաները, անկախ իրենից իր մեջ արթնանում է երգելու, մտքում, ինչպես ենք մենք ասում, մրմնջալու, դնդնալու ցանկությունը, որտեվ դա շատ համահունչ են այդ ելևէջները մեր ներքին արյան եւ սրտի աշխատանքին։ Կոմիտասն էլ էր գրում, գիտեք, ասում էր երաժշտությունը պիտի համապատասխան լինի քո գնդներուն, այսինքն քո երակների աշխատանքին, քո արյան ձայնին։ Եվ այդ խորքային նրա մտածողությունը, այդ ընդերքից դուրս բերելու մեր մշակույթը, մեր ինքնությունը մեզ համար ուղենիշ է նաև այս դժվարին ժամանակներում էլ։ Իմ համար շատ կարևոր ու բոլորի համար Սփյուռքում ապրող հայերի, ինչ է կարծում Կոմիտասի ավանդը, երաժշտությունը, ինչ դեր ունի Սփյուռքում ապրող հայերի համար։ Ես կարող եմ մի բառով ասել՝ ապրեցնող։ Հիմա շատ են օգտագործում մոտիվացնող բառը։ Այսինքն այս ինչ է նշանակում համաշխարհայնացում կամ գլոբալիզացիա, որ ասում են, դա երկխոսություն է մշակութային։ Եվ Կոմիտասը մեզ տալիս է աշխարհի հետ երկխոսելու բանալին։ Դրա համար ինքը այդքան թանկ է մեզ համար։ Հաճախ մի բան ասեմ ձեզ, Կոմիտասի մասին ավելի շատ է գրված եւ ասված, քան Մաշտոցի։ Որովհետև նորից եմ կրկնում, դա մի լեզու է, որ սահմաններ չի ճանաչում, ու ինքը տալիս է մեզ, տալիս է այդ մշակութային լեզուն, որով մենք հաղորդակցվում ենք աշխարհի հետ։ Եվ յուրաքանչյուր սփյուռքահայի համար Կոմիտասի երգի մեջ ներպարփակված է իր մանկությունը, իր պատմությունը, իր ձգտումները, իր խոյանքը, ազգին բնորոշ բոլոր առաքինի հատկանիշները։ Կոմիտասը ունի ազնվացնելու հատկություն, իսկ Կոմիտասի երաժշտությունը նույնիսկ բժշկելու հատկություն ունի, եւ ինքն էլ է դրան անդրադարձել հենց բժշկություն երաժշտությամբ իր հոդվածով։ Յուրաքանչյուր սփյուռքահայ իր ներսում կրում է մի քանի բարձունք, մի քանի արժեք, եւ դրանցից մեկ անշուշտ Կոմիտաս Վարդապետն է։ Ինչ առաքելություն ունի Կոմիտաս Թանգարան ինստիտուտը այս պահին, այս օրերին։ Թանգարանում պահվող որ նմուշներից է, որ ավելի ուշագրավ է հանդիսատեսի եւ այցելուների համար։ Կոմիտաս Թանգարան ինստիտուտը Վարդապետին վերաբերող յուրաքանչյուր իր նամակ, հուշագրություն, վկայություն մասունքի պես պահում է, ուսումնասիրում է, հրապարակում է, դարձնում է գիտական ուսումնասիրության նյութ։ Այս պահին օրինակ մենք ունենք Չարենցի ձեռագիրը, որը ցուցադրվում է մեր ժամանակավոր ցուցադրության մեջ։ Մենք ունենք Կոմիտասի ձեռքով գրված ինքնագիրը, իր ինքնակենսագրությունը, որը ինքը շարադրել է, եւ մենք շատ շնորհակալ ենք նաեւ Գրականության եւ Արվեստի թանգարանին, որտեղ գտնվում են Կոմիտասի բնագրերը եւ որի հարուստ ֆոնդերի բաժինն էլ մեզ է հասնում եւ մենք կարողանում ենք այսպես միջավայրում մեր առանձնահատուկ, մեր գիտական մոտեցմամբ դրանք ցույց տալ։ Այո, Կոմիտասը գրել է իր ինքնակենսագրությունը եւ գրել է դա հրատարակելու համար, որը ցավոք չի հրատարակվել, բայց դա մեզ համար շատ հավաստի աղբյուր է։ Կոմիտասի առհասարակ ձեռքը ինչ որ բանի որ կպել է, որևէ ինքնագիր, որևէ նոտա, որևէ բնագիր, դա ինքնին դառնում է ամենահարուստ հատվածը։ Կոմիտասի նամակներ իր ձեռքով գրված։ Կոմիտասի հետ կապված ունենք Վիլժուիֆից վկայություններ, արդեն Կոմիտասի շուրջ գրված գրություններ, նամակներ, քարտեր, վկայություններ, որոնք անշուշտ կազմում են հիմա մեր թանգարանի ամենարժեքավոր հատվածը։ Ինչպես նաև Գրիգոր Խանջյանի նկարազարդումները, որոնք հատուկ դրված են մեր ցուցադրության մեջ, որովհետև այնտեղ ցույց է տալիս Կոմիտասն իր ծնունդից մինչև իր եղերական վախճան։ Մեզ բոլորիս հետաքրքրում է նաև ինչպես է թանգարանը համագործակցում Սփյուռքի հետ։
Սա մեզ համար շատ կարևոր թեմա է եւ անշուշտ եւ համագործակցել է եւ շարունակում է համագործակցել, եղել են բազմաթիվ նվիրատվություններ, եղել են բազմաթիվ դասախոսություններ, բանախոսություններ, նաեւ թանգարանի աշխատակազմն է գնացել եւ համագործակցել ոչ միայն Վիեննայի կամ Բերլինի համալսարանների, այլև տեղի հայկական սփյուռքի, հայկական մտավորականության ներկայացուցիչների հետ։ Ավելին ասեմ, յուրաքանչյուր սփյուռքահայ, որ ժամանում է Հայաստան, մի քանի տեղ ունի, որ պարտադիր այցելում է Երևանում, անշուշտ Մատենադարան, Ցեղասպանության ինստիտուտ եւ իհարկե Կոմիտասի թանգարան ինստիտուտ, որը դարձել է այդ ցանկում շատ կարևոր մի հանգույց, հաճախում են, որպիսի ծանոթանան իրենց ազգային արմատներին եւ երաժշտությանը եւ տեսնեն այն կյանքը, այն ընթացքը, որով շարժվել է Կոմիտաս վարդապետը։ Այսօր էլ մենք Սփյուռքի հետ պահում ենք մեր կապերը, մասնավորապես ավելի ենք ուզում ակտիվացնել այն քարտեզագրությունը, որով առաջնորդվել է Կոմիտասը, այսինքն այն տեղերը, որտեղ նա եղել է եւ բնականաբար այդ հետքերով ենք ուզում գնալ, դա կլինի Վենետիկի Մխիթարյան միաբանություն, թե կլինի Փարիզի համալսարանը Սորբոնի, որտեղ նա դասախոսություն է կարդացել եւ որտեղ թանգարանը ունեցել է գիտաժողով, ինչպես նաեւ Պոլիսը, որը այսօր մեզ շատ հետաքրքրում է, որովհետեւ Կոմիտասը իր կյանքի վերջին շրջանը ապրել, ստեղծագործել է եւ շատ ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ Կոստանդնուպոլսում։ Այնպես որ կապերը մշտական են, կապերը չեն կարող դադարել, որովհետեւ նորից եմ կրկնում, ինքը Կոմիտասը Հայաստան Սփյուռք խորհրդանիշ է նաեւ։ Կոմիտասի երաժշտությունը այսօր ինչպես ավելի հասանելի կարելի է դարձնել երիտասարդների համար։ Շատ հետաքրքիր մի թեմա եք ասում, ինքը Կոմիտասը միշտ երիտասարդների հետ է եղել եւ ես էլ չեմ դադարում կրկնել իմ սիրելի ձևակերպումը, այո, Կոմիտասը եւ իր աշակերտները եւ եթե ուշադիր նայենք, տեսնենք ինչքան են նաեւ օրիորդները, որը դարաշրջանի համար մեծ խիզախում էր այսքան օրիորդներից այսպիսի բացառիկ երգչախումբ կազմել եւ ելույթ ունենալ ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև տանել դեպի Եգիպտոս, Կահիրե եւ Ալեքսանդրիա։ Սա խոսում է իսկական արվեստագետի առաջադիմության մասին։ Ես չեմ դադարում կրկնել իմ այն ձևակերպումը, որ յուրաքանչյուր սերունդ բացահայտում է իր Կոմիտասին։ Եվ դա առհասարակ Բախին բնորոշ է նաև հանճարներին, որ թվում է թե երաժշտությունը գրվել է 200, 300, 150 տարի առաջ, բայց ամեն սերունդ գտնում է այն իրեն հետաքրքրող ինտոնացիան, երգի այն հատվածը, որը ինքը դարձնում է իր համար լսելու, իր համար սովորելու եւ իր համար ականջահաճո երաժշտություն։ Կոմիտասի երաժշտությունը ունի ոչ միայն այդ գեղագիտական, գեղարվեստական կողմը, Կոմիտասի երաժշտությունն ունի նաև ուսուցողական կողմը։ Եվ մեր երիտասարդները, ես ինքս նաև դասավանդում եմ կոնսերվատորիայում, ես տեսնում եմ մի այսպիսի բան, 20-րդ, 21-րդ դարի երաժշտություն, երբ որ բացատրում ես, շատ բան կարող է չհասկանան, բայց երբ որ բացատրում ես Կոմիտասի երաժշտության օրինակով, իսկույն ըմբռնում են։ Եվ Կոմիտասի հանճարը կայանում է նրանում, որ ինքը համաքայլ է գնացել իր ժամանակներին, ավելին ասեմ, ապագան է տեսել եւ նորարար է եղել։ Բավական է ռիթմական մի պատկեր փոխել կամ մի գործիք ավելացնել ու Կոմիտասի երգը կարող է դառնալ այնպիսի մի երգ, որը գրվել է հենց այսօր կամ երեք ամենաուշը, այդքանով արդիական է նրա արվեստը։ Կոմիտասյան ելևէջներով Կոմիտասի երաժշտությամբ ապրելով հանդերձ մեզ բոլորիս կարճ ինչ կմաղթեք, ինչ պետք է հասկանան Կոմիտաս ասելով։ Կոմիտաս ասելով մենք պիտի հասկանանք, որ մենք շատ հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդ ենք։ Միևնույն ժամանակ մենք ժողովուրդ ենք, որը կարող է ներկայանալ այդ մշակույթով աշխարհին, որտեղ Կոմիտասը մեզ տվել է այդ օրինակը, ինչպես ներկայացնել մեր երաժշտությունը, մեր մշակույթ աշխարհին, եւ աշխարհը հիացել է դրանով։ Կոմիտաս ասելով մենք պետք է հասկանանք ազգային բարձր ինքնագնահատական, ինքնագիտակցություն, բայց ոչ մեծամտություն։ Աշխարհին հավասարի աչքերով նայելու եւ աշխարհի մշակութային մեծ ճոխ սեղանի շուրջը հավասարի իրավունքով, հիմնադրի իրավունքով նստելու իրավունքը։ Կոմիտասը մեր
ազգային ինքնությունն է, Կոմիտասը մեզ ճանաչելու, աշխարհի մեջ մեր տեղը ճիշտ գտնելու բանալին է եւ այն գագաթը, որը նորից եմ կրկնում, ինչքան մոտենում ենք, այնքան մեզանից հեռանում եւ ավելի բարձր է անվերջությունը մեր մշակութային հարստությունը։ Շատ շնորհակալ ենք այդպես էմոցիոնալ եւ ճիշտ նոտաներով ներկայացնելու մեզ բոլորիս, պատմելու Կոմիտասի Թանգարան ինստիտուտի մասին, պատմելով Կոմիտասի վարդապետի մասին։ Կուզենամ ողջունի ձեր խոսքը ուղեք մեր հանդիսատեսին ու ընկերներին եւ իհարկե ձեզ նույնպես շնորհակալ ենք հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ եւ Ուրուգվայը որպես երկիր մեզ բարեկամ երկիր, ով առաջինն է ընդունել հայոց ցեղասպանությունը աշխարհում, Ուրուգվայի մեր համայնքը եւ ես գիտեմ, թե որքան դժվար է Սփյուռքում դրսում զբաղվել հայապահպանությամբ, լինել հայ, մնալ հայ, բայց ես ողջունում եմ, ես մաղթում եմ ամենայն բարիք եւ ես ուզում եմ, որ Կոմիտասի շունչը միշտ ապրի, որովհետեւ նորից եմ կրկնում, այնտեղ որտեղ կա Կոմիտաս եւ հայկական երկ, այնտեղ մեր Հայաստանն է։